Նայեք, եկեք շատ լավ հարց էր։ Շնորհակալություն հարցի համար։ Հիմա ուշադիր sense նայում ենք, տեսնում ենք, որ բոլոր տեղերում եւ ուրեմն սկսած Նորվեգիայից, Ալյասկայում նահանգապետը նախաձեռնած 1974 թվականին։ Եվ արաբական երկրներում եւ նաեւ Պարսկաստանում կողքա վերևից էդի որոշում կայացրեցին։ Հիմա սակայն հիմա վերցնենք արաբական այդ պետությունը։ Սկզբից այս շեյխերը 50-ականների վերջ 60-ականներին, որ նավթի մեջ սկսին բան անել, արդեն կոֆեն ու չայը դոլարը վառելով էին, չէ՞, բան անում, այդ կայֆերի մեջ բանման։ Դա մի սերունդ էր դեբիլների, որ այսօր մեր դեբիլներին են նման զուգահեռով։ Սրանք անցան։ Սրանց տղերք եկան, որոնք կրթություն են ստացել, Սորբոնում sense-նից։ Սրանք ասին, այ ժողովրդի ինչ բանման, մենք բարձր ենք sense-նից։ Սրանք էլ անցան։ Եկավ երրորդ սերունդը, ասեց, ախպեր ջան, ամեն ինչ արդեն տեսած, հանգստացած սերունդը, բայց մի բան չթողեմ ես իմ ժողովրդին, ասեց չի լի։ Եվ սեփականությունը տվին ժողովրդին, սկսեցին սարքել այդ Դուբայներ, SM եւ այլ։ Հասկանում ես, արդեն իրանց համար այդ կենթանական կայֆերը անցյալը բավարարված են, հեչ վեժները չի։ Երբ որ ես նայում եմ նույն զուգահեռը տեսնում եմ եւ Ալյասկայում եւ Նորվեգիայում եւ արաբական աշխարհում եւ Պարսկաստանում եւ այլ, դել թեոկրատիա չէ, բայց այն էլ ունի process անցման։ Ես տեսնում եմ, որ դա գալիս է գիտակցությունից, այսինքն այդ սեփականությունը եւ կառավարման ուժը, իշխանությունը ձեռքը, այդ վարչական խումբը մի որոշակի սերունդ հետո երեխեքը, թորները կամ ծորները, սկսում են երկրի համար անել։ Եվ չեն հետապնդում ինչ-որ խնդիր։ Իրանց գլխավոր խնդիրը մենքն է, ինչպես լուծել մեր հարցը։ Դե գուցե միապետություն սարքել, որ ժառանգներով անցնի ու հանգստանա։ Միապետության մասին չեմ խոսում։ Չէ, կներեք, թագավորական ընտանիք։ Ալյասկայում թագավորականը նույնը ասեմ կարծես Նորվեգիայում, ճիշտ է, այնտեղ թագավոր կա, բայց ընտանիքը որոշում չկայացրեց ու չէր կարա։ Այնտեղ ամբողջ տնտեսական վերնախավի մասին է խոսքը։ Հասկանում եք։ Բայց մեր մոտ էվոլյուցիան ինչ որ չի ստացվում, մեր մոտ հակառակը։ Դուք